Իդեպ մամուլը գրեց, որ Պաշտպանության նախարարի 3 տեղակալները, 2 խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու եւս մի քանի հոգի միասին կստանան 146 միլիոն 296 հազար դրամ պարգևավճար։ Ի պատասխան ՊՆ-ն որոշեց հեգնել լրատվամիջոցներին նշելով, ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար Պաշտպանության նախարարությունում։ Ի գիտություն սենսացիաներ փնտրող լրատվամիջոցների պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը։ Մի կողմ թողնելով հանգամանքը, որ դա ոչ թե պարգևավճար է, այլ 13-րդ աշխատավարձ, որը ՊՆ-ում ստացել են միշտ, այսպես ասած նախկինների օրոք, անդրադառնանք նրան, ինչի անդրադառնում ՊՆ-ն։ Երբ 5 տարի պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անուն ազգանունները, ՊՆ-ն հրաժարվում է արձագանքել։ ՊՆ-ն ուղղակի լռում է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հանձնած դիրքերի մասին հրապարակումներին արձագանքելու փոխարեն։ ՊՆ-ն լռում է, երբ հարց է բարձրացվում բանակում աճող ոչ մարտական կորուստների հանգամանքների բացահայտման կանխարգելման մասին։ ՊՆ-ն անգամ դիրքորոշում չի հայտնում, երբ Հայաստանից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին սահմանազատման անվան տակ։ Իսկ երբ խոսքը գնում է փողի մասին, պարգևավճարի մասին, անմիջապես արձագանքում են։ Այս դեպքում էլ սակայն ազնիվ չեն։ Օրինակ, երբ մամուլը գրեց, որ ՊՆ-ն հրաժարվում է տրամադրել 300 հազար դրամից ցածր աշխատավարձեր ստացողների թիվը, փոխարենը Փաշինյանի հետ միասին կեղծ բարձր թվեր են ներկայացնում, ՊՆ-ն ոչ հերքեց, ոչ էլ հեգնեց։